Open Media-ի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում հոկտեմբերի 7-ի առաջին թողարկումը։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Լուսինեն եմ Ղարսայան։ Բարի լույս։ Թողարկումը սկսենք ազգային ժողովում տեղի ունեցած մի քանի իրադարձություններից։ Ազգային ժողովի նախագահի խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի խորհրդարանի արխիվ եւ լիագումար նիստում չի քննարկվի։ Հիմնավորումն այն է, որ իրավական առումով լիագումար նիստ զեկույց բերել չի լինի, բայց բոլոր падգամավորները, այդ թվում ընդդիմադիր, կարող են ծանոթանալ զեկույցին, եթե ունեն գաղտնի տեղեկություններին հասանելիության թույլտվություն, իսկ ընդդիմության նախաձեռնած վարչապետի իմպիչմենտի մասին հայտարարությանը քաղաքացիական պայմանագիրը մերժել է հանձնաժողովում, արդյունքում ծավալվել է թեժ քննարկում։ Հեղափոխությունը երկրում, որտեղ երկրում ներողություն։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում պատիվ ունեմ խմբակցության ներկայացրած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծներ, որը քննարկվել է բավականին թեժ մթնոլորտում։ Իշխանական падգամավորների կարծիքով ընդդիմադիրների ծրագրած գործընթացը եւ հայտարարությունը ժամանակավրեպ են։ Փողոցի միջոցով չեք կարողանում ցույց տալ, որ ժողովուրդը ձեր կողքին կանգնած է, փոշմանել է, ուզում է հիմա, որ դուք երկրում կամ դառնակ իշխանություն կամ ինչպես հավատում եմ, որ ասում եք մենք իշխանության համար չենք պայքարում, բայց առնվազն ցույց չի տալիս, որ ձեր կողքին է երկրում իշխանափոխություն իրականացնելու հարցում։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շեշտել է, որ հայտարարության նախագծում չկա մեկ կետ, որը չկարողանան հիմնավորել։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն էլ առանց փողոցային պայքարի հնարավոր չէ։ Իմպիչմենտի գործընթացը առանց ժողովրդի աջակցության, առանց լայն հասարակական զանգվածների, առանց փողոցային պայքարի հնարավոր չի, եւ դա իշխանության ներկայացուցիչները գիտեն։ Քաղաքացիական պայմանագիրը մերժել է ընդդիմադիրների առաջարկած նախագիծը, որում նշված է, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի կատարել նախընտրական ծրագրի դրույթներն ու պարտականությունները, այլև չի կարողացել արդյունավետ արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին, հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ Մերի Դանիելյան, Open Media։ Հայտարարագրման մասին այն պետք է լրացնեինք տարվա սկզբից մինչև մայիսի 1-ը, հետո էլ այդ ժամկետը դարձավ նոյեմբերի 1-ը։ Այս պահին, եթե մինչև նոյեմբերի 1-ը քաղաքացիները հայտարարագիր չլրացնեն, կտուգանվեն, բայց դեռ սեպտեմբերին պետական եկամուտների կոմիտեի տվյալով բնակչության միայն 15%-ն է լրացրել այն։ Նոյեմբերի 1-ից հետո մոտ 600,000 մարդ կտուգանվի։ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ հայտարարագրման գործընթացը էապես կպարզեցվի։ Այն քաղաքացիները, որոնք ՊԵԿ-ի համար հասանելի տեղեկություններից բացի այլ եկամուտ չունեն, կարող են նույնիսկ չմտնել հայտարարագրման համակարգ։ Այդ դեպքում քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված ու այդ մարդկանց չեն տուգանի։ Մենք պատժիչ տրամաբանությունից ասում ենք մոտիվացիոն տրամաբանությանը, որովհետև հայտարարագիր չլրացնելու, չհասնելու համար փաստացի պատասխանատվություն չի լինում, որտեղ նման դեպքեր չեն լինում, բայց քաղաքացին սոցիալական կրեդիտներից կկարողանա օգտվել, այսինքն կրթության եւ առողջապահության վրա կատարված ծախսերի փոխհատուցում կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ ինքը մուտք կգործի եւ գոնե կհաստատի այդ հայտարարագիրը։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է քաղաքականություն մտնելու մասին, նրա կարգախոսն է միասին կառուցենք իրավական պետություն եւ հնարավորությունների երկիր։ Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար, հանուն իրական խաղաղության։ Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին։ Սա հայտ է խոսքին տեր լինելու եւ բոլորով հանուն Հայաստանի աշխատելու մասին։ Վերջին օրերը շատ անհանգիստ էին Թբիլիսիում, ընդդիմությունը բոյկոտել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, այդ թվում Թբիլիսիի քաղաքապետի։ Եղան բախումներ, հոսպիտալացվածներ, ձերբակալվածներ, իշխանությունն ընդդիմությանը նորից մեղադրեց հեղաշրջման փորձի մեջ։ Ընդդիմությունն էլ իշխանությանը մեղադրում է ռուսամետ դառնալու մեջ։ Մանրամասները պատմում է Աննա Հարությունյանը։
Վրաստանում ընտրություններին հաջորդած զանգվածային բողոքի ցույցերից, նախագահական նստավայրի մոտ բախումներից եւ տասնյակ վիրավորներից հետո այսօր մայրաքաղաք Թբիլիսիում համեմատաբար հանգիստ է։ Գերլարված մթնոլորտում են անցել հարևան Վրաստանում տիմ ընտրությունները։ Մինչ իշխող վրացական երասանքը հայտարարում է հաղթանակի մասին, Եվրամիությունը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները խոսում են խորը քաղաքական ճգնաժամի եւ մարդու իրավունքների աննախադեպ խախտումների ու այլախոհությունը ճնշելու մասին։ Միաժամանակ այս ընտրություններին մասնակցությունը պատմական ամենացածրն է եղել սկսած 1991-ից եւ ընտրատարածքներից շատերում միայն իշխող ուժներ թեկնածու առաջադրել։ Երկու խոշորագույն ընդդիմադիր դաշինքներն ընտրությունները բոյկոտել են։ Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի երեկոյան բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ խորհրդարանի շենքի մոտից նախագահի նստավայրի դիմաց տեղափոխված ցուցարարների մի խումբ փորձեց ներխուժել նստավայր։ Ոստիկանությունը պղպեղային գազ եւ ջրցան մեքենաներ գործի դրեց։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս ամենն անվանեց սահմանադրական կարգը տապալելու փորձ եւ մեղադրեց Եվրամիությանը վրացական քաղաքականությանը միջամտելու համար։ Ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ոչ ոք անպատիժ չի մնա։ Մենք այժմ ավելի շատ ռեսուրսներ ունենք սադրիչներին բացահայտելու համար, քան ունեինք անցյալ տարի կամ նախորդ տարիներին։ Ուստի ավելի շատ մարդիկ պետք է պատրաստ լինեն հետևանքներին։ Վերլուծաբան Գեորգի Անթաձեն Ռիոփնի հետ զրույցում նշում է, որ ընդդիմությունը կազմակերպված չի գործում եւ ինքն էլ հոկտեմբերի 4-ի երեկոյան բողոքի ցույցին շատերի նման ինքնաբուխ է գնացել, հետո արդեն չեն հասկացել ինչ է կատարվում։ Ի սկզբանե մեծ մասի համար ներառյալ ինձ համար, որոնք այնտեղ հավաքվել էին, որևէ առանձնահատուկ սպասում չկար, որ այդ օրը ինչ-որ բան պետք է փոխվի կամ ավարտվի։ Այնուամենայնիվ ոչ ոք չգիտեր կազմակերպիչների ծրագրերի մասին, եւ թե ինչ պետք է սպասեինք, դա նույնպես բացարձակապես անհասկանալի էր, բայց ակնհայտ էր, որ կազմակերպիչների այն քայլը, որը նրանք ձեռնարկեցին, ոչ համաձայնեցված էր, ոչ էլ մարդիկ գիտեին դրա մասին։ Բացի վրացական երազանքից ոչ ոքի շահերից չէր համապատասխանում իրադարձությունների այսպիսի զարգացումը, քանի որ հենց նրանք հենվելով այս դեպքերի վրա կրկին օրինականություն հաղորդեցին իրենց քայլերին։ Ընտրությունների ֆոնին կրկին բարձրաձայնվեցին Վրաստան արևմուտք փոխադարձ մեղադրանքները։ Վարչապետ Կոբախիձեն նորից մեղադրեց Եվրամիությանը երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։ Անցյալ տարի Եվրամիության դեսպանը բացահայտորեն միջամտեց մեր ժողովրդական ընտրություններին, կոչ անելով ընտրողներին աջակցել ընդդիմությանը։ Չմոռանանք, որ Եվրամիության խոսնակը նույնպես հրապարակայնորեն աջակցել է բողոքի ակցիաներին։ Եվրամիության արձագանքը չուշացավ։ Եվրամիության բարձրագույն պաշտոնյաները ոչ միայն դատապարտեցին իշխանությունների գործողությունները, այլև հայտարարեցին, որ ընտրական խախտումներն անհամատեղելի են Եվրամիության թեկնածու երկրի համար։ Միաժամանակ Եվրամիության համար անընդունելի են ընտրությունները, որոնք անցել են առանց դիտորդական առաքելությունների, այդ թվում առանց ԵԱՀԿ-ի եւ տեղական դիտորդների։ Եվրոպական միությունը վճռականորեն մերժում եւ դատապարտում է Վրաստանում Եվրամիության դերակատարության վերաբերյալ ապատեղեկատվությունը եւ դատապարտում է Եվրոպական միության դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները։ Վրաց վերլուծաբանից փորձեցինք պարզել, թե որն է այս իրադարձությունների նպատակը։ Իշխանության համար պայքար է, թե ավելի շատ արտաքին քաղաքականության կուրսի փոփոխությունների համար առճակատում։ Առաջին հերթին այս մարդիկ պայքարում են երկու բանի՝ քաղբանտարկյալների ազատման եւ արտահերթ խորհրդանական ընտրությունների համար, որոնք պետք է անցկացվեն նորմալ պայմաններում։ Այստեղ գլխավոր պահանջն այն չէ, որ վրացական երազանքը պետք է հեռանա, թեև այդ տրամադրություններն էլ կան։ Մարդիկ պահանջում են արդար ընտրություններ, որոնք պետք է իրականում արտացոլեն վրաց ժողովրդի կամքը։ Սա է գլխավոր պահանջը։ Այս ֆոնին իշխող վրացական երազանքը, որն ըստ քննադատների վերահսկում է նրա հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, սառեցրել է Եվրամիությանը անդամակցելու բանակցությունները։ Իշխանությունը հերքում է ռուսամետ լինելու մեղադրանքը, իր քաղաքականությունը որակելով բալանսավորված։ Աննա Հարությունյան, Աննա Թանդարյան, Ռիոփն մեդիա։ Ռուսաստանում են Կասպից ծովի ափամերձ երկրների ռազմածովային ուժերի հրամանատարները ծովի խնդիրները քննարկելու համար։ Գլխավոր խնդիրը Միջին Ասիայից Կասպից ծովի հատակով Ադրբեջան նավթ ու գազ բերելն է։ Հիմնական խոչընդոտը Ռուսաստանն է, քանի որ տվյալ իրավիճակում Միջին Ասիայի նավթն ու գազը կհոսեն Եվրոպա ու շատ լուրջ այլընտրանք կդառնան ռուսական գազին։ Եվ Ադրբեջանը Եվրոպայի համար ունի հենց այդ նշանակությունը։ Թուրքմենական գազը Ռուսաստանն ու Իրանը շրջանցելով ստանալու հնարավորությամբ։ Ու որպիսի Կասպից ծովի հատակով չանցնեն խողովակներ, պետք է շատ կարևոր տեղ տալ Կասպից ծովի բնապահպանական հարցերին։ Ռազմածովային ուժերի հրամանատարների այս հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանի Գաբալա քաղաքում են հավաքվել թյուրքական երկրների ղեկավարները Էրդողանի գլխավորությամբ։ Մոնիկա Հայրոյանի անդրադարձը։
Կասպից ծովի երկրների ներկայացուցիչների հանդիպման առիթով Սանկտ Պետերբուրգ ժամանած Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը բանակցություններ է ունենալու ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Կասպից ծովը էներգետիկ պաշարների եւ ռազմավարական առևտրային ուղիների խաչմերուկ շարունակում է մնալ աշխարհաքաղաքական լարվածության օջախ։ Խորհրդային միության փլուզումից հետո սկիզբ առած վեճերը ծովի կարգավիճակի եւ հատակի բաժանման շուրջ ոչ միայն չեն հանդարտվում, այլև նոր թափ են ստանում Ադրբեջանին տնելով բարդ կարգավիճակի մեջ իր երկու հզոր հարևանների՝ Իրանի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Իրանի հետ հիմնական հակասությունը կապված է ծովի բաժանման սկզբունքի հետ։ Թեհրանը հիմնվելով 1921 եւ 1940 թվականների խորհրդաիրանական պայմանագրի վրա, պնդում է, որ Կասպիցը լիճ է եւ պետք է բաժանվի 5 մերձկասպյան երկրների միջև հավասար, յուրաքանչյուրին 20%։ Այս սցենարը Իրանին հասանելիություն կտար Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող նավթով ու գազով հարուստ հանքավայրերին։ Իր հերթին Ադրբեջանը Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ միասին պաշտպանում է ափագծի երկարության բաժանման տարբերակը, որի արդյունքում Իրանին բաժին է ընկնում ընդամենը 11-ից 13%, իսկ Ադրբեջանին մոտ 21%։ Այս վեճը քիչ էր մնում 2001 թվականին ռազմական բախման վերաճեր, երբ իրանական ռազմանավերը սպառնացին հարվածել ադրբեջանական նավթահետախուզական նավերին։ Թեև 2018 թվականին ստորագրված Կասպիականի իրավական կարգավիճակի կոնվենցիան մեղմեց որոշ հարցեր, հատակի բաժանման խնդիրը մնաց չլուծված։ 2025 թվականի տվյալներով լարվածությունը կրկին աճել է Կասպից ծովի մակարդակի անկման եւ տարածաշրջանային նոր խողովակաշարերի նախագծերի ֆոնին։ Իրավիճակը բարդացնում է նաեւ երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամը, որը գագաթնակետին հասավ 2023-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա մահաբեր հարձակումից հետո։ Եթե Իրանի հետ վեճը կրում է տնտեսական բնույթ, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունները վերածվել են բացահայտ մրցակցության։ Սկզբնապես պաշտպանելով Իրանի դիրքորոշումը Մոսկվան 2003 թվականին կտրուկ փոխեց իր քաղաքականությունը Ադրբեջանի եւ Ղազախստանի հետ ստորագրելով եռակողմ պայմանագիր ծովի հյուսիսային հատակը միջին գծով բաժանելու մասին։ Սակայն Ռուսաստանի հիմնական նպատակը տարածաշրջանում իր ռազմական եւ տնտեսական ազդեցության պահպանումն է։ Մոսկվան Իրանի հետ միասին երկար տարիներ հակադրվում են Անդրկասպյան գազատարի կառուցմանը, որը թույլ կտար թուրքմենական գազը Եվրոպա հասցնել, շրջանցելով Ռուսաստանը։ 2008-ի կոնվենցիան պահանջում էր հարակից երկրների համաձայնությունը, Ռուսաստանին տալով լծակներ։ Լարվածությունը հասավ իր գագաթնակետին 2025 թվականի օգոստոսին, երբ ռուսական զորավարժությունների ժամանակ արձակած հրթիռից խոցվեց ադրբեջանական ինքնաթիռ, խլելով 38 մարդու կյանք։ Այս միջադեպը եւ վնասված ինքնաթիռին վայրեջքի թույլտվություն չտալը սրեցին հարաբերությունները, ինչի արդյունքում Ադրբեջանը սկսեց մերձանալ Ղազախստանի հետ, փորձելով ձևավորել հակառուսական ճակատ։ Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի, հարևանների հետ սրված հարաբերությունների եւ չլուծված վեճերի համատեքստում է, որ Ադրբեջանն իր ուշադրությունը սևեռում է այլընտրանքային դաշինքների ամրապնդմանը։ Այս ֆոնին Ադրբեջանի Գաբալա քաղաքում, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանին, մեկնարկում է թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Ադրբեջան են ժամանել բարձրաստիճան հյուրեր։ Ադրբեջանն է ժամանել նաև Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության նախագահը։ Հյուսիսային Կիպրոսը, որը նույնպես կազմակերպության դիտորդ անդամ է, կարևորում է իր մասնակցությունը թյուրքական աշխարհի ինտեգրացիոն գործընթացներին, ճանալով բարձրացնել իր կարգավիճակը միջազգային հարթակում։ Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել անդամ երկրների միջև քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության խորացմանն ուղղված հարցեր։ Վեհաժողովը կմեկնարկի վաղը, երբ ժամանի կազմակերպության հիմնադիր հայրը Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը։ Իսկ առայժմ Ալիևն ընդունում է մյուս հյուրերին, որոնց շարքում հիմնավոր ամրապնդվում է Եվրամիությունում մերժված է համբավ վաստակած եւ թուրքական աշխարհի հետ ընդհանրություններ գրեթե չունեցող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Կառավարության կազմի հրապարակումից ժամեր անց Ֆրանսիայում ընդամենը 27 օր պաշտոնավարելուց հետո նորանշանակ վարչապետը հրաժարական է տվել։ Երկրում քաղաքական ճգնաժամ է։ Ընդդիմությունն արդեն առիթից օգտվում է ու պահանջում արտահերթ ընտրություններ։ Այս ճգնաժամը իրականում կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, որովհետև ընդդիմադիր գլխավոր դերակատարներից մեկը, որն այս ամենից արդեն փորձում է օգտվել, ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենն է։ Նա ունի նշանակալի ներկայացություն ազգային ժողովում, հանդես է գալիս ծայրահեղ կոշտ հայտարարություններով Ֆրանսիայում ապրող ու ներգաղթյալների, հատկապես մուսուլմանների հասցեին։ Նա նաև խոսում է Եվրամիության լուծարման օգտին։ Մերի Դանելյանն է պատմում։ Ֆրանսիան հայտնվել է ներքաղաքական ճգնաժամի հերթական փուլում։ Նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լկորնյուն հրաժարական է տվել կառավարության նոր կազմի հրապարակումից ընդամենը ժամեր անց։ Լկորնյուն հրաժարականի մասին հայտարարել է ազգային ժողովում ծրագրված ելույթից առաջ, պաշտոնավարելով ընդամենը 27 օր։ Պաշտոնից հեռանալուց հետո Լկորնյուն նոր կառավարության փլուզումը բացատրեց քաղաքական կուսակցությունների, հատկապես բյուջետային հարցերում փոխզիջման գնալու անկարողությամբ։
Քաղաքական կուսակցությունները շարունակում են որդեգրել այնպիսի դիրքորոշում, կարծես բոլորն էլ բացարձակ մեծամասնություն ունեն ազգային ժողովում։ Եվ ի վերջո ես հայտնվեցի մի իրավիճակում, որ պատրաստ էի փոխզիջումների, բայց յուրաքանչյուր կուսակցություն ցանկանում է, որ մյուսն ընդունի իր ծրագիրը։ Լկորնյուն հայտարարել է, որ հաջորդ նախագահի ընտրության հեռանկարը կուսակցական ախորժակներ է առաջացնում։ Ես կրկնում եմ, եթե այս պահը 5-րդ հանրապետության ամենախորհրդարանական պահն է, ոչ մի դեպքում չպետք է այստեղ վերապրել 4-րդ հանրապետության վատ դրվագները։ Ընդդիմադիր կուսակցություններն արդեն հասցրել էին քննադատել նոր կառավարության կազմը, հայտարարելով, որ այն գործնականում մնացել է անփոփոխ եւ չի արդարացնում Ֆրանսիայի արմատական փոփոխությունների պահանջը։ Նորացված կառավարության 18 նախարարներից 13-ը մնացել էին իրենց նախկին պաշտոններում։ Շվեյցարիա դասավանդելու մեկնած էկոնոմիկայի նախկին նախարար Բրյունո Լը Մերի նշանակումը պաշտպանության նախարար վրդովմունք է առաջացրել ընդդիմության շրջանում, որը նրան մեղադրում էր տնտեսության եւ ֆինանսների նախարարի նախկին պաշտոնում աշխատանքը ձախողելու համար։ Սեբաստիան Լկորնյոյի հրաժարականը ցույց է տալիս, որ մենք չենք կարող այսպես շարունակել եւ ինչ-որ բայի պետք է ի հայտ գա նոր մեծամասնություն, կայուն կառավարություն ունենալու եւ Ֆրանսիայի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։ Ոչ ոք չէր կանխատեսել նման սցենար։ Բրյունո Ռետայոն, որը կրկին հաստատվել էր Բոբո հրապարակում որպես ներքին գործերի նախարար, Կիրակի երեկոյան անսպասելիորեն քննադատեց Լկորնյոյի ընտրած թիմի կազմը, նշելով, որ այն չի արտացոլում խոստացված խզումը անցյալի հետ։ Ինչպես պարզվեց, քննադատությունը գալիս է ոչ միայն դրսից, ինչը ստիպում է մտածել։ Էկոնոմիկայի նախկին նախարարի վերանշանակումն անսպասելի էր նաև թիմի համար։ Երկուշաբթի առավոտյան Բրյունո Ռետայոն հրավիրել էր իր կուսակցության ռազմավարության կոմիտեի նիստ, որոշելու թե արդյոք հանրապետական նախարարները պետք է մնան պաշտոններում։ Հանրապետականներին սա այժմ չի նստի, կառավարություն լքել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ համաձայնել ես մասնակցել դրան, նշանակում է դուռ բացել անկարգությունների ու քաոսի առաջ, հայտարարել է մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։ Հասարակությունն արդեն չի զարմանում կառավարությունների իրավահաջորդ հրաժարականներից։ Ես սպասում էի դրան, քանի որ նախագահ Մակրոնը ոչինչ չի լսում, եւ մեկ ամիս պահանջվեց վերանշանակելու կառավարություն, որը գրեթե նույնն է, ինչ նախորդը։ Ինչ-որ պահի մենք պետք է իսկապես նստենք եւ մտածենք, ունենանք կոլեկտիվ մտորումների գործընթաց, պարզապես ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Ձախակողմյան անհնազանդ Ֆրանսիա կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնն անմիջապես պատգամավորներին կոչ է արել օրակարգ բերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնանկության հարցը։ Մինչդեռ ծայրահեղ աճ ազգային միավորում կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելան առաջարկել է անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություն։ Ֆրանսիան քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ նախագահ Մակրոնը 2024-ի հուլիսին ցրեց ազգային ժողովը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց։ Պատճառը ազգային միավորում ծայրահեղ աճ կուսակցության հաղթանակն էր Եվրախորհրդարանի ավելի վաղ կայացած ընտրություններում։ Երկու փուլով անցկացված ընտրությունները Մակրոնի դաշնակիցների համար պարտություն դարձան։ Ձայների թվով առաջինը դարձավ ձախ նոր ժողովրդական ճակատը։ Ու թեև Լը Պենի կուսակցությունը երկու փուլերի արդյունքում միայն երրորդ տեղն իջավ, այն զգալիորեն ընդլայնեց իր ներկայությունը խորհրդարանում, հասցնելով 124 մանդատի։ Կենտրոնամենտների եւ ռեֆորմիստների ոչ պաշտոնական կոալիցիան, որն աջակցում է Մակրոնին, ունի մոտ 200 մանդատ, նոր ժողովրդական ճակատը 192։ Ստեղծված պայմաններում կառավարությունը բացարձակ կախվածության մեջ է հայտնվել ընդդիմությունից։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Ֆրանսիայում կատարվող էական է մեզ համար հաշվի առնելով հայ-ֆրանսիական վերջին տարիների հատկապես ռազմական համագործակցությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը եւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցեր։ Գազայի մղձավանջը կարծես թե ավարտվում է։ Տեղեկություններ են տարածվում, որ պաղեստինցիները հանձնվում են, համաձայնել են վերադարձնել արդեն 2 տարի գերեվարված իսրայելցիներին։ Իդեպ այսօր լրանում է սոսկալի ահաբեկչության 2 տարին։ Համասը, այսինքն Գազայում իշխող պաղեստինյան խմբավորումը կարծես թե համաձայնել է նաև հանձնել իշխանությունը։ Այս պահին շատ փոքր լույս է երևում թունելի վերջում, որը Գազայի խաղաղ բնակչության դժոխային տանջանքները կարող են ավարտել, Թրամփին տալով Նոբելյան մրցանակին արժանանալու մեծ հնարավորություն։ Նա կկարողանա ասել, որ 8 ամսում 8 խաղաղություն է հաստատել։ Իդեպ խաղաղության Նոբելյան մրցանակակիրը պետք է հայտարարվի 3 օրից, ամսի 10-ին։
Շարմ էլ-Շեյխը պատրաստվում է ընդունել բանակցություններ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Համասի եւ Իսրայելի միջև։ Համասի առաջնորդներն արդեն Եգիպտոսում են Իսրայելի հետ բանակցություններից առաջ, իսկ Իսրայելի պատվիրակությունը ներառյալ Մոսադի եւ Շին Բեթի ներկայացուցիչները Եգիպտոսի ծովափնյա հանգստավայր կժամանեն ավելի ուշ։ Համասի պատվիրակությունը գլխավորում է խմբի աքսորված առաջնորդ Խալիլ Ալ-Հայանը, իսկ Իսրայելի գլխավոր բանակցողը Ռոն Դերմանը կմիանա ավելի ուշ։ Թրամփի ծրագիրը նպատակ ունի դադարեցնել 2 տարի տևած հակամարտությունը, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի Համասի արձակումից հետո, որին հաջորդել է Իսրայելի ռազմական գործողությունը։ Ոչ միայն Միացյալ Նահանգներն է շահագրգռված խաղաղության հասնելու հարցում, այլև մյուս գործընկերներն են աջակցության խոսքեր հայտնել։ Քուվեյթում ծոցի համագործակցության խորհրդի եւ Եվրոպական միության համատեղ նախարարական հանդիպման շրջանակում հանդիպման ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը նույնպես նշել է առաջիկա հանդիպումների կարևորությունը։ Այս շաբաթը վճռորոշ է առաջին փուլի հաջողության, պատանդների ազատման, Գազայի հատվածին մարդասիրական օգնություն հասցնելու եւ իրական հաշտություն ձեռք բերելու համար։ Յուրաքանչյուր ջանք արժե այդ նպատակին հասնելու համար։ Մալազիան եւ Պակիստանը նույնպես զգուշավոր աջակցություն են հայտնել Դոնալդ Թրամփի Գազայի վերաբերյալ 20 կետից բաղկացած ծրագրին։ Մալազիայի վարչապետ Անվար Իբրահիմի եւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի համատեղ հայտարարության ժամանակ Իբրահիմը նշել է, որ չնայած որոշ մտահոգություններին երկու երկրները դրական են գնահատում ծրագիրը։ Հատկապես Գազայում նրա խոսքով Իսրայելի սիոնիստական ռեժիմի կողմից խելայեղ ռմբակոծությունների եւ սպանությունների դադարեցման կետը։ Սա առնվազն հստակ դիրքորոշում է, որ ընդունել են արաբական երկրները, մուսուլմանական երկրները եւ աշխարհի երկրների մեծ մասը, եւ Միացյալ Նահանգների աջակցությամբ ու նվիրվածությամբ Աստծո կամոք մենք կհասնենք խաղաղության։ Երկու կողմերի բնակիչները թերահավատորեն են վերաբերվում խաղաղության մասին հայտարարություններին, միմյանց մեղադրելով հակամարտության սրման համար, սակայն դեռ պահպանում են խաղաղության հույսը, այդ թվում 505 օր գերության մեջ եղած իսրայելցին։ Ես հավատում էի, որ խաղաղությունը մի բան է, որին մենք կարող ենք հասնել, բայց տեսնելով ատելության այն ծավալը, որի վրա նրանք մեծացել են եւ մեծացնում են իրենց երեխաներին, իսկապես պարզ է, որ առնվազն մեր սերնդի ընթացքում դա հնարավոր չի լինի։ Մենք հույս ունենք, որ հաշտություն կլինի։ Մեր վախը բանակցությունների ձախողումն է, քանի որ ամեն անգամ, երբ մեզ խոստանում են հաշտություն, մենք հույսեր ենք կապում, բայց հետո մեզ հիասթափեցնում են։ Պարզվում է, որ իրական բանակցություններ չեն եղել եւ ամեն ինչ փլուզվում է։ Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն տիրի, բարությունը տարածվի եւ մենք վերադառնանք մեր տները։ Եթե նույնիսկ այլևս տներ չունենք, մենք վրաններ կդնենք մեր տների փլատակների տակ եւ կապրենք։ Նույնիսկ եթե ջուր կամ ապաստան չլինի, մենք ցանկանում ենք վերադառնալ տուն, ինչ էլ որ լինի։ Մենք ուզում ենք վերադառնալ։ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ բանակցություններն արագորեն առաջ են ընթանում։ Պլանի առաջին փուլը վերաբերում է պատանդների ազատմանը, փոխարենը պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց։ Համաս ուրբաթ օրը ընդունել է պատանդների ազատումը եւ մի քանի այլ կետեր, բայց խուսափել է վիճառույց հարցերից, ներառյալ իր զինաթափման պահանջից, որը մշտապես մերժել է։ Պլանը խաղաղության հույսեր է առաջացրել պաղեստինցիների շրջանում, սակայն կիրակի օրը Իսրայելի հարվածները Գազայի վրա չեն դադարել։ Ինքնաթիռներն ու տանկերը հարվածել են անկլավի տարբեր հատվածներին, սպանելով առնվազն 19 մարդու։ Անկլավում զոհված պաղեստինցիների թիվն անցել է 67,000-ից, վիրավորներինը 170,000-ից։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Հայաստանում կներդրվի առողջության համապարփակ ապահովագրություն 3 փուլով սկսած հաջորդ տարվանից։ Տարեկան փաթեթը կկազմի ամիսը 10,800 դրամ։ Նախարարությունը մտադիր է 3 տարում հասնել նրան, որ համակարգը ներառի ամբողջ բնակչությանը։ Բայց երբ է այն կիրառվելու, ինչ է սա նշանակում մեզ համար ու ինչպես է ազդելու մեր առողջության ապահովությանն ու ընտանեկան բյուջեի վրա, փորձել է հասկանալ իմ գործընկեր Նարինե Ղուկասյանը։ Հայաստանում առողջության ապահովագրությունը կներդրվի 3 փուլով, կտևի եկող 2026 թվականից մինչև 28-ը։ Առաջին փուլով մինչև 18 տարեկանների ու 65 տարին լրացածների ապահովագրությունը պարտադիր կլինի։ Նաև 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցողների, անապահովների ու ելի մի քանի խոցելի խմբերի։ Պարտադիր ապահովագրության վերաբերյալ մեր քաղաքացիների կարծիքները միանշանակ չեն։ Մի մասի համար այն կարևոր բարեփոխում է լինելու, մյուսները թերի են համարում։ 10 տարի գործ բժիշկների հետ, ցավոք սրտի ունեցել եմ օնկոլոգիական հիվանդություն, բուժվել եմ եւ այլն, տեղերում լրիվ ուրիշ գումարների մասին է խոսքը, սենց հեռուստատեսությամբ եւ գովազդային հոլովակներում բացարձակ ուրիշ
գումարների մասին է խոսքը։ Հասնում ես տեղ, կանգնում ես փաստի առաջ։ Անալիզների ու չգիտեմ ինչերի համար ավելի շատ գումար ես վճարում, քան բուն հիվանդության բուժման։ Դրա համար չեմ հավատում ոչ մի տեսակ այս հայտարարություններին։ Չարորակ գոյացության դեպքում ասում է քաղաքացին միայն վիրահատությունն է անվճար։ Սա էլ այն դեպքում, երբ հաստատվում է, որ գոյացությունը չարորակ է։ Մինչև այդ անալիզներ, հետազոտություններ բոլորը վճարովի են ու սարսափելի բարձր գներով։ Մի անալիզի համար վճարում է մարդը 100, 120, 150 հազար դրամ, մի հետազոտությունը արժի 50, 60 հազար, 100 հազար դրամ, որ արդեն մարդը մինչև հասնում է բուն բուժմանը, էլ գումար չունի։ Ապահովագրության երկրորդ փուլը կմեկնարկի 2027-ին, երրորդը 28-ին։ Տարեկան փաթեթը սկզբում կկազմի 129,600 դրամ, 2028-ից առողջապահական փաթեթի գինը կբարձրանա։ Տարեկան 164,000 դրամ կվճարեն քաղաքացիները, կամ ամսական 13,700 դրամ։ Չնայած կառավարության լավատեսական հավաստիացումներին, առողջապահության ոլորտի փորձագետների մի մասը մտահոգ է։ Կարծում են, համակարգը պատրաստ չէ այդպիսի մեծ փոփոխության։ Նաև համարում են, որ պետբյուջեից հատկացվող միջոցները բավարար չեն։ Անցած տարվա պետական բյուջեի համեմատ մոտ շուրջ 44 միլիարդ դրամ ավել է հատկացել, դա շատ քիչ գումար է։ Այդ 44 միլիարդից մոտ 39 միլիարդի կարգին, որ հենց հատկապես առողջապահական համակարգին է ավելի վերաբերվում, ինքը շատ քիչ գումար է, կարելի ասել կրկնակի պակաս այս փուլի համար։ Փորձագետն ասում է նաև օրենսդրական բաց կա։ Չկա համակարգի գործունեությունը կարգավորող օրենք, ստեղծված չէ առողջապահության ապահովագրական հիմնադրամ եւ այլն։ Ամսական 200,000 դրամ եւ ավելի եկամուտ ունեցող քաղաքացիներն իրենք են վճարելու իրենց ապահովագրության համար։ Նրանց աշխատավարձից ամսական պահվելու է ֆիքսված գումար։ Վարդանյանը սա համարում է սոցիալական անարդարություն, քանի որ ի տարբերություն միջազգային փորձի, մեր կառավարությունը կոնկրետ թիվ է սահմանել վճարի համար։ Մարդկանց աչքում դա նմանեցնելով նոր հարկի։ 200,000 եւ ավել աշխատավարձ ստացողները արդեն հարկվելու են, այսինքն նրանք ամսական առնվազն ամենակիչ թիվն եմ ասում 10,000 դրամ գումար են վճարելու, պահվելու է նրանցից։ Մեր հարցախույզի ընթացքում հանդիպեցինք նաև քաղաքացիների, որոնք ունեցել են ապահովագրություն եւ կողմ են համակարգի ներդրմանը, եթե այն լինի հետևողական։ Մինչև անցած տարի օգտվել եմ, հոյը կապ է եղել թե ապահովագրական ընկերությունը, թե համագործակցությունը ցանկացած հիվանդանոցի հետ։ Ես կողմ եմ դրան։ Մենք հետևողական լինեն, վստահ լինեն, որ այդ ծառայությունը պատշաճ կերպով մատուցվում է բուժառուներին։ Մյուսները սակայն թերահավատ են, հաշվի առնելով իրենց բացասական փորձն ու համակարգի նկատմամբ ընդհանուր անվստահությունը։ Այս ամեն ինչը թղթի վրա ուրիշ տեսք ունի, տեղում լրիվ ուրիշ բաներ են ի հայտ գալիս, պարզվում է, որ ընդհանրապես ուրիշ բանը անհասկանալի ու անհարմար ժողովրդի համար։ Լավ կլիներ ոչ թե աշխատավարձից, այլ հենց պետությունը հովանավորեր, ոնց որ զարգացած երկրներում արվում։ Մինչ կառավարությունը վստահեցնում է, որ համակարգը կթեթևացնի քաղաքացու առողջապահական բեռը, մասնագետներն ու քաղաքացիները մտահոգված են, որ ֆինանսական անորոշությունն ու օրենսդրական բացերը կարող են հանգեցնել նոր խնդիրների։ Նարնե Ղուկասյան, Գևորգ Սյանոսյան, Open Media։ Խաղողի մթերման ակտիվ սեզոնն է գյուղերում եռուզեռ է։ Իշխանություններն էլ խոստացել են, որ մթերման գործընթացում խնդիրներ չեն առաջանա։ Սա կարևոր փուլ է երկրի տնտեսության համար։ Իմ գործընկեր Անի Հովանեսյանն է այցելել գյուղացիներին ու հետևել ընթացքին։ Արարատյան դաշտում խաղողի բերքահավաքի ամենաբուռն օրերն են։ Գյուղացիները վաղ առավոտից մինչև ուշ երեկո այգիներում են։ Նրանցից Մանվել Հովանեսյանը կանգուն տեսակի խաղող է մշակում, ոչ միայն իր, այլև հարևան լքված այգիներում։ Ասում է, այսօր ստիպված է բերքը մաս-մաս հանձնել ուրիշների անունով։ Նախարարությունից պարզաբանում են մթերվող խաղողի քանակը սահմանափակվում է, որովհետև ամեն օր կարիք է լինում ազատել խաղողի տարաները։ Հող եմ մշակել, անցյալ տարի վարձակալական վերցել եմ, տվել եմ 8 տոննա խաղող ստեղ, այս տարի տվել եմ 12 տոննա, աշխատացրել եմ, չէ, ամեն դեպքում այս տարի փառք Աստծո, բերքը լավ է, բայց ամեն դեպքում աշխատել ենք, չէ որ ստացել ենք, բայց այգին որտեղ պիտի տանենք, թողենք այդ այգին։ Մոտ 3 շաբաթ առաջ էկոնոմիկայի նախարար Պապոյանը խաղողի բերքահավաքի ֆոնին հայտարարեց, որ մթերման սահմանափակում չի լինի։ Անսահմանափակ ինչ քանակություն գյուղացիները բերեն, մթերողները այս ամբողջ քանակը պատրաստ են մթերել։ Խաղողի կիլոգրամը այս տարի 140 դրամով է մթերում։ Այգեգործը նաև գնից է դժգոհ։ Տեխնիկայի, այգու բուժանյութերի աշխատանքի դիմաց քիչ է եկամուտը։ Ուղղակի ամեն ինչ թանկացել է, բարձրացել է, բայց մեր չարչարանքը մնում է գինվանը նույնը, ծախսերը նույն ձևը ավելանում է, ու ոչ մի գյուղացին գնալով ավելի շատ դժվում է, ոչ մի օգուտ չի ստանում։
Դառը դատում է, վերջում դատարկ նստում է։ Չնայած մեծ հետ զրուցած գյուղացիների դժգոհությանը նախարարը գոհ կարծիքներ է լսել։ Այս տարի մթերման հետ կապված որևէ խնդիր չենք ունենա, խաղողի ամբողջ բերքը բավականին նորմալ գներով կմթերվի եւ նաեւ ֆերմերներն են բավականին գոհ process-ից։ Այս գինուգործարանը օրական 600-ից 950 տոննա խաղող է մթերում։ Խաղողի որակից գոհ են, գործարանի առաջ հերթեր չեն գոյացել։ Այսօրվա դրությամբ մինչև 8.5-ից 9000 տոննա խաղող ենք մթերել ու 15-ից սկսած։ Օրական շուրջ 600-ից 650 տոննա խաղող ենք մթերել, դա միջին բանով ասած, բայց արդեն 8.5-9-ի սահմաններում մթերել ենք։ Գինեգործը մեզ նաև խաղողի վերամշակման գործընթացից պատմեց։ Վերամշակումը սկսվում է հենց կշարքի մոտից։ Կշռում են, որոշում են որակը, հետո տեղափոխում են վերամշակման բաժին։ Վերամշակման բաժանմունքում խաղողը վերամշակում են ըստեղությունների նայած ինչ են պատրաստում ասորտիմենտից կախված։ Այցելեցինք Նոյակերտ գյուղ, այստեղ էլ էին նույն գինուգործարանի համար խաղող հավաքում։ Մենք հիմա գտնվում ենք Արարատի մարզի Նոյակերտ գյուղում, այս պահին ակտիվորեն ընթանում է խաղողի բերքահավաքի գործընթացը։ Մենք զրուցել ենք այգու սեփականատիրոջ հետ, ով չցանկացավ տեսախցիկի առաջ պատասխանել մեր հարցերին։ Ընդհանուր առմամբ մթերման գնից գոհ են, նախորդ տարվա համեմատ 20-30 դրամով բարձր է։ Զրուցել ենք նաև այլ այգիների սեփականատերերի հետ, նրանք նույնպես որևէ բողոքներ չունեն, այս տարի մթերման գործընթացը լավ է ընթացել։ Անի Հովանեսյան, Գևորգ Սյանոսյան, Ռեոփեն մեդիա։ Այսքանն էինք նախատեսել այս ժամի համար, մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։